տասնյակ ընտանիքներ, որովհետև մեր բազմաթիվ ընկերներ այսօր գտնվում են անազատության մեջ Բաքվի ու Երևանի բանտերում։ Սարսափելի է, երբ նույն նախադասության մեջ օգտագործում ես Բաքվի ու Երևանի բանտերում արտահայտությունը։ Վստահ եմ կհիշեք, որ օրեր առաջ Գագիկ Ծառուկյանը Երևանով քայլելիս խոսեց Ռուբեն Վարդանյանի մասին, ասելով, որ հույս ունեմ, որ իմ ընկեր Ռուբենը շուտով կլինի ազատության մեջ ու կկարողանա կյանքի կոչել Երևանի ու Հայաստանի զարգացման ծրագրերը։ Ես ուզում եմ, որ այսօր այստեղ հավաքված մեր տասնյակ հազարավոր հայերի կողմից անուն առանուն հնչի մեր բոլոր պատանդարված գերիների ազատության պահանջը։ Ուզում եմ վստահ լինել, որ Բաքվի ու Երևանի բանտերում պահվող մեր հայրենակիցները հունիսի 7-ից հետո լինելու են ազատության մեջ, հունիսի 7-ից ձեր ընտրությամբ ու ձեր քվեարկությամբ է որոշվելու մեր հայրենակիցների ճակատագիրը, որովհետև նրանք այսօր անազատության մեջ են իրենց քաղաքական պայքարի ու հայրենիքի համար մղած իրենց պատերազմի համար։ Ուզում եմ այս պահին բոլորս միասին անուն, անուն հիշենք ազատություն մեր ընկեր Ռուբենին, մեր ընկեր Դավիթին, մեր ընկեր Լևոնին, մեր ընկեր Արկադի Ղուկասյանին, մեր ընկեր Բակո Սահակյանին, մեր ընկեր Արայիկ Հարությունյանին, մեր ընկեր Դավիթ Իշխանյանին, մեր ընկեր Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Ռաշիդ Բեգլարյանին, Մադատ Բաբայանին, Ալյոշա Խոսրովյանին, Լյուդվիգ Մկրչյանին, Դավիթ Ալավերդյանին, Լևոն Բալայանին, Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին, Գուրգեն Ստեփանյանին, սրանք Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներն են, բայց ցավոք նաև Երևանի բանտերում ունենք մենք ընկերներ, եւ ուրեմն ազատություն մեր ընկեր Բագրատ Սրբազանին, ազատություն 17 արդարներին, ազատություն Միքայել Աճապահյանին, ազատություն մեր ընկեր Սամվել Կարապետյանին, ազատություն Արթուր Օսիպյանին, Արթուր Ավանեսյանին, մեր ընկեր Արմենին եւ իհարկե ազատություն մեր ընկեր Անդրանիկ Թևանյանին։ Իսկ որ լինի այդ ազատությունը, պետք է անել ընդամենը մեկ բան, ժողովուրդ ջան, սա ձեր ձեռքում է հունիսի 7-ին, հունիսի 7-ին, հունիսի 7-ին։ Ես ուզում եմ, որ այս